Հիմա ժողովուրդ ջան, էսի հաստատ խմելու ջուր է։ Խմելու ջուրն է, Եվ ինչքան ժամանակ է այս վիճակն է։ Այս 2 ամիս է սենց է։ Անցածարի էլ են։ Անցածար էլ տրակել էր էլի սենց մի կերպեկան սարքեցին։ Այս տարի գարնանը սենց է։ Ժողովուրդ ջան, հասցեմ ոնց է սա տալի։ Հրազդան խոշոր ասված համայնք, Թաղամաս Վերին աղբուրակ, Եղևի որ փողոցն է։ Ախտը թաղամաս, փողոց չկա։ Էսի փողոց անուն չունի, ուղղակի թաղամաս։ Իսկ տրանսպորտ ունեք այս ճանապարհին, ոչ մի բան, ահա որ այս։ իսկ ժողովուրդ վիոլա ջուր զանգել եք։ Գնացել ենք, նույնիսկ գնացել ենք, թեժ գիծ եմ զանգել։ Ինչ են ասե։ Ոչ մի բան։ Մի հատ տրակտոր ընդամենը հրազդան քաղաքում, բոլոր տեղերը կոյուղի Ասում, մեր մարդիկ չեն ասում։ Հիմա հենց ստեղից հա դուրս տալիս։ Ինչքան որտեղից է գալիս։ Տակից է չէ դուրս տալիս։ Ակից լրիվ լցում է իմ նկուղը։ Հա։ Հետա, տեղից դուրս է գալիս։ Իսկ քաղաքապետարան չեք ասե։ Չէ, զանգ գրել ենք մենք։ Գրել եք ինչ են պատասխանել։ Ոնց ոչ մի բան։ Հա, ոչ մի բան։ Ուղղակի կարծացել են, տեսել ենք որ կարծացել են։ Բայց էսի վիոլան պետք է անի թե քաղաքապետարանը։ Վիոլա ջուրը պիտի անի։ Ու հաստատ խմելու ջուր է։ Խմելու ջուր։ Որն էր վերին աղբյուրակ։ Աղբյուրակ, հա, թաղամաս էլի։ Հեսա այստեղից է չէ դուրս տալիս։ Հեսա այստեղից։ Հենա։ Ես հողն է պահում ուղղակի, հա, հեսա։ Սենց իջնում է։ Օգոստոսի 1-ն է, գտնվում են Կոտայքի մարզի Հրազդան խոշոր ասված համայնքի վերին աղբուրակ թաղամասում, այդպես էին բնակիչները նշում եւ զայրացած իրենց բողոքն էին ուղում Վիոլա ջուր ընկերությանն ու Հրազդանի քաղաքապետարանին, նշելով, որ 2 ամիսը թեպետ ասում են անցյալ տարի էլ է այս խնդիրը եղել, բայց հիմա 2 ամիս է այս հատվածից հողի տակից խմելու ջուրը դուրս է գալիս ու կորում է, գնում կորում է, խմելու ջրի կորուստ կա, նշում էին, որ և նամակ են գրել, և գնացել են, և զանգել են Վիոլա ջուրու Հրազդանի քաղաքապետարան, սակայն ոչ մի դրական արդյունք, կարծես թե այդ 2 կառույցները չեն ուզում խմելու ջրի կորուստի դեմ նառնեն, գան այդ վթարված խողովակը վերանորոգեն, որպեսզի ջուրը այսպես չգնա, չկորի, նույնիսկ մարդիկ էլ կային նշում են, որ ջուրը գալիս, լցվում է իրենց տան նկուղներ, չգիտեն թե որ կառույցին դիմեն, ափսոս Կոտայքի մարզպետը հրաժարական տվեց, Արոն Սահակյանը վստահ եմ, նա եթե տեղեկանար այս խնդրի մասին իմանար, օրերի ընթացքում խնդիրը կլուծվեր։ Աշխատող մարզպետներից մեկն էր, որ աշխատում էր ժողովրդի ցավին դարման էր ելնում, այդպեսի մարզպետ է նաև Արենը Մկրտչյան, Լոռու մարզպետը, Սյունիքի մարզպետը, հիմա ինչ անենք, Կոտայքը մարզպետ չունի, այս հարցը չպիտի լուծի, պիտի այսպես մնա գնա կորի, խեղճ ժողովրդի տան նկուղների հերն էլ անիծվի, գիտեք, ջուրը որ լսում են հիմքերի հերը անիծում է, այսպես գնում է եսին որտե միջև,
ու ամենացավալին նա է, որ խմելու ջուրն է կորում։ Ոռոգմանը չի որ ասես լավ, մի օր, երկու օր, մի շաբաթ հետո եկեք վերանորոգեք, բայց խմելու ջուրը այսպես գնա կորի, այսպես իջնում է։ Սենց ուրա գնում ես խմել ջուրը։ Գնում ա ճանապարհով դեպի ջուրնալ։ Հիմա ձեր տան նկուղել է լցվում։ Այն նկում։ Բայց մարզպետարան ինչի չեք ասել մենակ վիոլա ջուր Հրազդանի քաղաքապետարան ինչ են ասել։ Հրազդանի քաղաքապետարան վիոլա ջուր չեն արձագանքել։ Բայց չեք ասում խմելու ջուրս ես գնում կորում է։ Ասել ենք, որ ասել ոնց արի։ Հե։ Ասել ենք 100 անգամ գնացել ենք վիոլա ջուր։ Օ, ասես գնում է ագին։ Այս 2-3 ամիս արդեն այս վիճակն է, երեխաները ցեխի մեջ խաղալու տեղ էս մի փոքր տեղն է ցեխի մեջ են։ Չէ, ամենացավն է, որ խմելու ջուրա կորում է։ Այո, ոռոգ։ Մարդիկ մի գրամ ջուր գողանան, սարքեն ազգի դավաճան։ Իսկ ստե Այս 2 տարի մեր երեխեքը ցեխի մեջ են։ ինչպես։ Ներքևն է լրիվ Հա, գնում լցվում է ներքևը։ Քանի տուն աստեղ ապրում ժողովուրդ։ 60 բնակիչ, բայց քիչ չի։ Այս փողոցում 60 բնակիչ։ ջուրնա մատակարար։ Հա։ Ջուր գնացող ջուրնա։ Ջունա խմելու ջուրը։ Խմելու ջուր։ Սենց գնում կորում է։